Դիցուկ ունենք ոչ կշռված կռավ և երկու գագաթ այդ կռավի վրա։ Անհրաժեշտ է գտնել այդ երկու գագաթների միջև կարճագույն ճանապարհի երկարությունը։ Այս խնդրի համար մեզ անհրաժեշտ է ալգորիթմ, որը էֆեկտիվորեն դիտարկի հնարավոր ճանապարհները, առանց անվերջ ցիկլի մեջ ընկնելու։ Այս խնդիրը լուծելու համար կիրառվում է գրաֆի լայնությամբ որոնման կամ BFS ալգորիթմը։ Խնդիրը ձևակերպենք հետևյալ կերպ. տրված է n գագաթներից և m կողերից կազմված ոչ ուղղորդված և ոչ կշռված կռավ։ Տրված է նաև երկու գագաթ, որոնց համարներն են s և t։ Անհրաժեշտ է գտնել s-ից դեպի t կարճագույն ճանապարհի երկարությունը։ Փորձենք լուծել խնդիրը օրինակի վրա։ Աջ կողմում պատկերված է կռավ կազմված 14 գագաթներից, s-ը հավասար է 3, t-ն հավասար է 6։ Նախ ստեղծենք n չափանի զանգված, որտեղ երրորդ էլեմենտը ցույց կտա s-ից դեպի i կարճագույն ճանապարհի երկարությունը։ Զանգվածին անվանենք distance։ Ամենասկզբում distance-ի բոլոր էլեմենտներին վերագրենք -1։ Ալգորիթմի աշխատանքի ընթացքում լրացնելով ենք distance զանգվածը։ -1-ով մենք ցույց կտանք, որ դեռ չգիտենք s-ից դեպի i կարճագույն ճանապարհի երկարությունը։ Պարզ է, որ distance s-ը հավասար է 0։ Դրանից հետո կարող ենք ասել, որ s-ի բոլոր հարևանների հեռավորությունը s-ից 1 է։ Այս քայլից հետո արդեն կգտնենք այն գագաթները, որոնք s-ից գտնվում են երկու հեռավորության վրա։ Այդ գագաթները s-ի հարևանների հարևաններն են։ Այս գրաֆի օրինակում s-ի հարևանները 2-ը և 12-ն են։ 2-ի և 12-ի հարևանները 5, 7, 0 և 3-ն են։ Սակայն քանի որ 3-ը մեր սկզբնական գագաթն է, այդ գագաթը կանտեսենք, թողնելով միայն 5-ը, 7-ը և 0-ն։ Հաջորդ քայլում կգտնենք s-ից 3 հեռավորության վրա գտնվող գագաթները։ Դրանք 5-ի, 7-ի և 0-ի հարևաններն են, այսինքն 1-ը, 2-ը և 12-ը։ Քանի որ 2-ի և 12-ի հեռավորությունները նախորդ քայլերում արդեն գտել ենք, կմնա միայն 1 համարի գագաթը։ Այժմ պետք է գտնել s-ից 4 հեռավորության վրա գտնվող գագաթներին։ Դրանք 1-ի հարևան գագաթներն են, որոնց հեռավորությունները s-ից մենք դեռ չենք գտել։ 1-ի հարևան գագաթները 11, 8, 9, 6 և 5, 0 գագաթներն են։ 0-ի և 5-ի հեռավորությունները արդեն գտել ենք նախորդ քայլերում։ Կմնա միայն 11, 8, 9, 6 գագաթները։ Այսպես արդեն հասանք t գագաթին, որի հեռավորությունն էլ պետք էր հաշվել s-ից։ Խնդրի պատասխանը կլինի distance t-ն։ Այս փուլից հետո կարող ենք ավարտել ալգորիթմը, քանի որ խնդրի պատասխանը արդեն գտել ենք։ Սակայն եթե շարունակենք BFS-ը, կգտնենք նաև s-ից 5 հեռավորության վրա գտնվող գագաթներին, որոնք են 4-ը, 10-ը և 13-ը։ BFS ալգորիթմը կարելի է պատկերացնել որպես տարածվող կրակ գրաֆի վրա։ Եթե այս գրաֆի օրինակում s-ը հավասար է 1, ապա ամենասկզբում կրակ կա միայն 1 համարով գագաթի վրա։ Ամեն քայլում յուրաքանչյուր գագաթի վրա գտնվող կրակը տարածվում է հարևան գագաթներ։ Հաջորդ քայլում կրակը կտարածվի 2, 6, 7, 9 գագաթներ։ Այսպես կրակը կտարածվի այնքան, մինչև կհասնի գրաֆի բոլոր գագաթներին։ Որ քայլում առաջին անգամ հանդիպեցինք i գագաթին, այդ քայլը ցույց կտա հեռավորությունը սկզբնական s գագաթից դեպի i։ Ալգորիթմի իրագործման համար գրաֆը կպահենք հարևանության ցուցակ տարբերակով։ Կօգտագործենք հերթ տվյալների կառուցվածքը, որին կնշանակենք q տառով։ Բացի q-ից ստեղծենք նաև n չափանի distance զանգվածը, որտեղ սկզբում բոլոր էլեմենտները -1 են։ Առաջին քայլով q-ին ավելացնենք սկզբնական s գագաթը և distance s-ին վերագրենք 0։ Դրանից հետո, քանի դեռ q-ն դատարկ չէ, վերցնենք q-ի առաջին էլեմենտը, որին կնշանակենք u տառով, և դիտարկենք նրա հարևան գագաթները։ Հերթական հարևանին նշանակենք v տառով։ Եթե ալգորիթմը դեռ տվյալ v գագաթը չի այցելել, այսինքն distance v-ն հավասար է -1, ապա v-ն ավելացնենք q-ին և հաշվենք distance v-ն։ Սկզբնական գագաթից դեպի v կարճագույն ճանապարհով հասնելու համար նախ պետք է սկզբնական գագաթից հասնել u-ին։
ապա կողով գնալ դեպի V։ Այսինքն distance V-ն հավասար է distance U գումարած 1։ Վերջում պետք է U գագաթը հեռացնել Q-ից։ Այսպես կգտնենք սկզբնական գագաթից դեպի գրաֆի մյուս գագաթների կաշառական ճանապարհի երկարությունը և կպահենք distance զանգվածում։ Աջ գրաֆի օրինակով դիտարկենք, թե ինչ է կատարվում Q-ի և distance զանգվածի հետ յուրաքանչյուր քայլի ընթացքում, եթե S-ը հավասար է 1։ Ամենասկզբում Q-ն դատարկ է, իսկ distance-ի բոլոր էլեմենտները հավասար են -1-ի։ Առաջին քայլով Q-ի մեջ կավելացնենք 1 համարով գագաթին և distance 1-ին կվերագրենք 0։ Դրանից հետո, քանի որ Q-ն դատարկ չէ, վերցնենք Q-ի առաջին էլեմենտը, որը այս դեպքում 1-ն է, և դիտարկենք 1-ի հարևաններին։ Այն հարևանները, որոնց դեռ չենք այցելել, կավելացնենք Q-ի մեջ և կգտնենք այդ հարևանների հեռավորությունը։ Թե ինչ հերթականությամբ 1-ի հարևանները կավելանան Q-ի մեջ, կախված է գրաֆի հարևանության ցուցակից։ Այս խնդրում այդ հերթականությունը մեր համար կարևոր չէ։ Այսինքն Q-ի մեջ կավելանան 2, 7, 6, 9 գագաթները։ Այս գագաթների հեռավորությունը կլինի 1։ Հետո 1 համարի գագաթը պետք է հեռացնել Q-ից։ Կրկնելով այս պրոցեսը, կվերցնենք Q-ի առաջին էլեմենտը, որը հիմա 2-ն է։ Կդիտարկենք 2-ի հարևաններին, որոնք են 4-ը և 1-ը։ Քանի որ 4-ում դեռ չենք եղել, 4-ը կավելացնենք Q-ին և կհաշվենք 4-ի հեռավորությունը։ Վերջում 2-ը կհեռացնենք Q-ից։ Հաջորդ քայլում առաջին էլեմենտը կլինի 7-ը։ Նորից կդիտարկենք 7-ի հարևաններին, որոնց դեռ չենք այցելել։ Դրանք են 3-ը, 10-ը և 12-ը։ Յուրաքանչյուրի հեռավորությունը 1-ից կլինի 7 համարով գագաթի հեռավորությունը 1-ից գումարած 1։ Վերջում 7-ը կջնջենք Q-ից։ Նույնցև հաջորդ քայլում Q-ի մեջ կավելանան 13-ը և 5-ը, իսկ 6-ը կջնջվի։ Դրանից հետո կավելանան 9-ի հարևանները, իսկ 9-ը կջնջվի։ Այս քայլով ավարտեցինք այցելել 1-ից բոլոր 2 հեռավորության վրա գտնվող գագաթներին։ Սա նշանակում է, որ արդեն ժամանակն է այցելելու 3 հեռավորության վրա գտնվող գագաթներին։ Հիմա առաջին էլեմենտը 4-ն է, իսկ 4-ի չայցելած հարևան 8-ն է։ Այսինքն 8-ը կավելանա Q-ին, իսկ 4-ը կջնջվի։ Դրանից հետո առաջին էլեմենտը 3-ն է, սակայն 3-ը ոչ մի գագաթ չի ավելացնի Q-ի մեջ, քանի որ 3-ի բոլոր հարևանները արդեն այցելել ենք։ Նույն կերպ 10-ը, 12-ը, 13-ը ուղղակի կջնջվեն Q-ից, առանց որևիցե գագաթ ավելացնելու։ Երբ հասնենք 5-ին, Q-ի մեջ կավելանա 14-ը, որի հեռավորությունը հավասար է 5-ի հեռավորություն գումարած 1։ 5-ը ջնջելուց հետո առաջին էլեմենտը 0-ն է։ 0-ն չունի հարևան գագաթ, որը չենք այցելել։ Դրանից հետո 11-ը կավելացնի 15-ին։ Այս քայլից հետո կմնան 8-ը, 14-ը, 15-ը, որոնք նոր գագաթ չեն ավելացնի։ Այսպես PFS-ի աշխատանքը կավարտվի, երբ Q-ն դատարկվի։ Եթե PFS-ի աշխատանքի ավարտից հետո դեռ կմնան գագաթներ, որոնց distance-ը -1 է, ապա դա կնշանակի, որ S-ից դեպի այդ գագաթ ճանապարհ գոյություն չունի։ Այդպիսի դեպք հնարավոր է օրինակ այն գրաֆներում, որոնք բաղկացած են 1-ից ավել կապակցվածության բաղադրիչներից։ Այս ալգորիթմի ժամանակային բարդությունը n գումարած m է, քանի որ յուրաքանչյուր գագաթ Q-ի մեջ ավելանում է 1 անգամ, և յուրաքանչյուր գագաթի համար իրեն հարևան գագաթները դիտարկվում են 1 անգամ։ Ստացվում է, որ դիտարկում ենք ընդհանուր n հատ գագաթ, և ամեն գագաթի համար դիտարկում ենք իր հարևաններին, որոնց քանակը հավասար է այդ գագաթից դուրս եկող կողերի քանակին։ Ընդհանուր ունենալով m հատ կող, ալգորիթմի բարդությունը կստացվի n գումարած m։ Բազմաթիվ հայտնի և կարևոր ալգորիթմների հիմքում ընկած է գրաֆի լայնությամբ շրջանցումը։ Այս ալգորիթմի միջոցով հնարավոր է հաշվել գրաֆում կապակցվածության բաղադրիչների քանակը, գտնել այն կապակցված բաղադրիչը, որը ունի ամենաշատ գագաթները, հայտնաբերել ցիկլեր և լուծել մի շարք այլ հետաքրքիր խնդիրներ։